Աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Այսօր խոսելու ենք հորոսկոպի մասին։ Դա միֆ է թե իրականություն։ Այստեղ գործում է Բարնումի էֆեկտը, երբ ընդհանրականը թվում է շատ անհատական։ Այսինքն ընդհանուր բնութագիր են տալիս մարդկանց, եւ դա նրանց թվում է թե իրենց մասին է ամբողջությամբ։ Համալսարաններից մեկում 100 ուսանող են վերցնում եւ նրանց հետ հետազոտություն են անում։ Բոլորին տարբեր հարցերով թեստեր են տալիս եւ վերջում բոլորին նույն պատասխաններ են տալիս։ Եվ 90%-ից ավելին ասում են, որ այո, այս պատասխանները իմ մասին է։ Այսինքն ընդհանրական պատասխանները մարդիկ վերցրեցին որպես իրենցը։ Դու հետաքրքիր մարդ ես, բայց երբեմն կարող ես տխրել։ Ով չի տխրում երբեմն, կամ ով չի ցանկանում լսել, որ նա հետաքրքիր է։ Դու երբեմն կարող ես մտքերով ընկնել։ Ով չի ընկնում մտքերով։ Այսինքն ընդհանրական բաները մարդը վերցնում էր եւ կարծում էր, թե իր համար ասող ասված։ Ինչ է տալիս հորոսկոպը մարդուն։ Ապահովության զգացողություն եւ կանխատեսելիություն, անորոշության հանդեպ որոշակիություն, այսինքն ապագան ավելի շոշափելի է դարձնում։ Այսինքն որոշ մարդկանց համար կարող է հետաքրքրական լինի, զբաղմունքային լինի։ Օրինակ ներշնչվող մարդկանց համար հիմնականում կանայք են տարվում հորոսկոպներով, բայց այդ ամեն ինչը իրականության հետ նույնքան քիչ կապ ունեն, ինչքան փիղը ձեռնաշարժության հետ։ Երբեմն սա դառնում է ինքն իրականացող մարգարեություն, այսինքն մարդը այնպես է հավատում հորոսկոպներին, որ այնտեղ ինչ գրված է, փորձում է իրականացնել կյանքում։ Այսօր դուք տեսնելու եք հետաքրքիր մարդու, նա այնպես կանի, որ մի հետաքրքիր մարդ գտնի եւ տեսնի, կամ այսօր ձեզ այսպիսի հետաքրքիր հանդիպում է սպասվում, կամ այսօր ձեր մոտ լավ բան կարող է չստացվել եւ մարդը այնքան է ներշնչվում, այնքան ամեն ինչ անում, այսինքն իր անկալում ընտրողական է դառնում։ Ինձ լավ բան չի սպասում, ինքը կգտնի մի բան, ինչը որ իր համար վատ է, կամ հետաքրքիր մի մարդ կգտնի։ Այսինքն ամեն ինչ ձեր ուղեղում է, ոչ աստղերն են հուշում, ոչ հորոսկոպը, ոչ ուրիշ բաներ։ Այս ամեն ինչը շատ բարձ բացատրություններ ունի։ Պետք չէ միֆականացնել։ Հոգեբաններն էլ հուշում են, բայց չեն պարտադրում։ Ազատ եք ընտրել հավատալ թե ոչ։